Գավառ համայնքի Գանձակ բնակավայրում ոռոգման ջրագիծ է կառուցվում։ Աշխատանքները ընթացքի մեջ են։ Մինչև այժմ կատարվել են հին ջրագծից մնացած խողովակների ապամոնտաժում, ներկայումս տեղադրվում են նոր պողպատյա խողովակներ։ Կառուցվելու է շուրջ 2 կիլոմետր երկարությամբ ջրագիծ, գլխավոր խողովակաշարով եւ ենթաճյուղերով։ Իմեցին քաղաքապետարանին, որպեսզի կատարի այս աշխատանքները։ Այսօր աշխատանքները կատարվում են։ Երկար ժամանակ արդեն փոսերը փորվել են, խողովակները գծում են։ Մենք շնորհակալություն ենք հայտնում քաղաքապետարանից, որ այսպիսի գործ է կատարում բնակչության համար։ Ոռոգման ջրագծի կառուցումն իրականացվում է Գավառ համայնքի 2025 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում։ Գանձակում ոռոգման ջրագծի կառուցման ծրագրի արժեքը 25 միլիոն դրամ է, որի 75%-ը հատկացվում է պետական, իսկ 25%-ը Գավառ համայնքի բյուջեից։ Բնակչության համար մեծ կարիք էր ստեղծվել իրենց հողամասերը ջրելու համար, որտեղ չէին կարողանում ոռոգումը կազմակերպեին։ Մարդիկ կան, որ այս ոռոգման ջրից չեն օգտվում, բայց քանի որ ոռոգման ջուրը արդեն լինի պոստանի, նրանք օգտվեն այս ջրից։ Շինարարները հավաստիացնում են, որ մինչև ոռոգման ժամանակահատված ջրագիծը կհանձնվի շահագործման։ Արդյունքում բնակավայրի շուրջ 250 տնտեսություն կկարողանա օգտվել ջրագծից։ Ոռոգելի կդառնա շուրջ 180 հեկտար տնամերձ հողատարածք։ Ալվարդ Մանուկյան, Գավառ հեռուստաընկերություն, Գեղամաօր։